Ինչու Աստված հարկ համարեց խառնվել եւ կանխել բաբելոնյան աշտարակաշինությունը։ Եկեք մի փոքրիկ հատված ընթերցենք Ալեքսեյ Կալամիցևի Ծննդոց մեկնություն գրքից։ Մեկ էլ մի բան ասեմ, այս կարդացածիս ընթացքում տարբեր աստվածաշնչյան համարները մեջ բերելու կխնդրեմ գիրքը բացեք եւ կարդաք, որպեսզի իմանաք, թե ինչ համեմատություն է անում այս թեմայի վերաբերյալ։ Ընթերցենք. Ինչու Աստված հարկ համարեց խառնվել ու կանխել բաբելոնյան աշտարակաշինությունը։ Ըստ երևույթին դա կապված էր նրա հետ, որ Աստված ցանկանում էր, որպեսզի մարդիկ տարածվեին երկրի երեսին։ Համեմատությունը Ծննդոց 9-րդ գլուխ 1-ին խոսք, 7-րդ խոսք, 10-րդ գլուխ 32-րդ խոսք, 11 գլուխ 9-րդ խոսք։ Դա անհրաժեշտ էր, որպեսզի երկրի վրա լիներ ոչ թե մեկ ազգ, այլ բազմաթիվ ազգեր, տարբեր լեզուներով ու մշակույթներով, տարբեր սովորություններով, տարբեր արվեստներով ու կյանքի տարբեր ընկալումներով։ Մարդկանց բազմազանությունը, որ երկրպագում է Աստծուն, լավագույն կերպով է ընդգծում նրա անսահման արժանավորությունը։ Առանց բաբելոնյան աշտարակի ու ազգերի սփռման չէր կարող իրագործվել այն, ինչի մասին գրված է Հայտնության 5-րդ գլուխ 9-րդ համարում։ Եվ նոր երգ էին երգում ու ասում. «Արժանի ես առնելու այդ գիրքը և դրա կնիքները բանալու, որովհետև մորթվեցար և քո արյունով մեզ գնեցիր Աստծու համար, ամեն ցեղից և լեզվից, և ժողովրդից, և ազգերից»։ Նաև հնարավոր է, որ մշակութային ու ազգային խոչընդոտները, որ առաջացան լեզուների խառնման արդյունքում, կոչված էին սահմանափակելու մեղքի տարածումը։ Այժմ, երբ այդ խոչընդոտները զգալիորեն պակասել են հաղորդակցության միջոցների զարգացման հետևանքով, մի ազգի ապականությունը շատ արագ փոխանցվում է մյուսին՝ թմրամոլություն, արտամուսնական կապեր, կոռուպցիա և այլն։ Բաբելոնյան աշտարակի ու ջրհեղեղի մասին պատմությունների մեջ մի քանի զուգահեռներ կան։ Ամենից առաջ ուշադրություն է գրավում գրական կոմպոզիցիայի նմանությունը։ Ջրհեղեղի մասին պատմող բաժնում նախ ներկայացվում է սերնդաբանությունը 5-րդ գլուխ, հետո պատմվում է ընդվզման մասին 6-րդ գլուխ, ապա իրականացվում է դատապարտումը 7-ից 9-րդ գլուխ։ Նույն կերպ նաև լեզուների խառնման մասին պատմության մեջ նախ ներկայացվում է սերնդաբանությունը 10-րդ գլուխ, ապա պատմվում է ընդվզման ու դատապարտման մասին 11 գլուխ։ Բացի այդ, կարելի է տեսնել նաև հետևյալ զուգահեռները. առաջին, մարդկանց շատանալը երկրի վրա 6-րդ գլուխ 1-ին խոսք և 10-րդ գլխի սերնդաբանությունը, երկրորդ, Ադամի և Նոյի ուխտերով սահմանված նպատակների խախտումը, հետնորդների աստվածահաճո բազմացում 6-րդ գլուխ և երկրի երեսով մեկ տարածում 11 գլուխ 4-րդ խոսք, երրորդ, երկու իրադարձություններից հետո